Ուրեմն բակտիվիդոն թակուր շիճայտանյա շիքշամրիցա եւ մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք բակտիվիդոն թակուրի մի գրվածք, որտեղ ինքը նկարագրում է հոգևոր կյանքի զարգացման բոլոր փուլերը եւ միաժամանակ ամեն կողմից դիտարկում, թե որ փուլի համար կենթանեակից ինչ որակավորում է պահանջվում եւ այդ որակավորումը ինչ ձևերով են հասնում։ Մենք տեսանք, որ իրականում արիացիները իրենք շատ կարևորում էին հոգևոր զարգացման մեջ, իսկ արիական քաղաքակրթությունը դա հոգևոր մարդկանց քաղաքակրթություն էր, նույնիսկ ասենք կան բաներ, կան դեպքեր, երբ որ արի բառը, արիա բառը թարգմանվում է որպես գնացող առաստված, հա? Եվ մենք տեսնում ենք, որ սովորաբար մարդիկ, երբ որ իրանք ասենք փորձում են զբաղվել հոգևոր առաջընթացով կամ իրենց հոգու մաքրագործման process-ներով, շատ հաճախ տրվում են նրան, որ արհամարում են նյութական մարմինը, հա? Արիացիները իրենք ասում են, դա այդպես չի աշխատում։ Չի աշխատում, որովհետև նյութական մարմինը ունի իր կառուցվածքը, ունի իր պահանջները, եւ ցանկացած մարդ, որը ինքը փորձ է կատարում այդ պահանջները արհամարի, հա, այդ պահանջները իրանք ակտիվանում են եւ սկսում են հակազդել։ Չէ, դրա համար ցանկացած մարդ, որը ինքը պայքար է մղել մարմնի կարիքների հետ, ինքը շատ լավ գիտի, որ դա վերջնականում վերածվում է պատերազմի մարմնի հետ, որտեղ ինքը ինչքան ավելի շատ է փորձում մարմնի կարիքները խեղդի, այդքան մարմինը ավելի շատ է գոռում, որ ինքը դա ուզում է։ Դրա համար Վիշվանաթ Չակրավարտի Թակուրը ինքը ասում էր, որ հոգևոր կյանքում ամենամեծ սխալը դա մարմնի կարիքների հետ պայքար մղելն է։ Իրականում հոգևոր մարդը ինքը, ինչպես մենք տեսանք, Բակտիվիդոն Թակուրը ինքը քննարկեց այն խնդիրը, որ հոգևոր մարդը ինքը առաջի հերթին պետք է զբաղվի իր նյութական մարմինը կարգավորելու գործով։ Ինչի մասն է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որպեսզի եթե մարդը ինքը միջև հոգևոր կյանք զբաղվել է, ասենք շատակեր էր, հա, անզուսպ սեռական կյանքով ապրող էր, չգիտեմ, в общем, էլի, այ մարմնի հիմնական կարիքները, լեզու, ստամոք, սեռական օրգաններ, հա, եթե այդ ամեն ինչը ինքը այսպես բարձի թողի վիճակում էր, ապա երբ որ կենթանեակը ինքը ուզում է զբաղվի հոգևոր կյանքով, այսինքն իր հոգու մաքրագործմամբ, չէ, հիմա հոգու մաքրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացում։ Կենտրոնացման համար անհրաժեշտ է, որ քեզ ոչ մի բան չշեղի, չէ, ինքը կենտրոնացումը նշանակում է, ինձ ոչ մի բան պիտի չշեղի։ Հիմա, տեսեք, նյութական աշխարհը ինքը չի կարող չշեղի։ Ինքը մշտական շեղող ֆակտոր է, չէ՞, ասենք։ Եվ ինչ են ասում արիացիները, իրենք ասում են այդ ինքնաղեկավարումը պետք է սկսել, հա, այդ որ դու հասնես նրան, որ կարողանաս պատշաճ կերպով կենտրոնացած լինես, դու պետք է սկսես առաջի հերթին նրանից, որ քո ներսում գորգռոցը կանգնացնես, հա, այսինքն որ հենց քո ներսում չլինեն հանգամանքներ, որոնք քեզ մշտական շեղում են հոգևոր կյանքից, չէ՞։ Հիմա այդ ներսը ինքը առաջի հերթին մարմնի կարիքներն են։ Առաջի հերթին մարմնի կարիքներն են, մենք տեսանք, որ որպեսզի մարմինը ինքը, այսինքն մարմինը ինքը նույնպես կարող է լինի գոյավիճակների մեջ, չէ՞։ Մարմինը ինքը կարող է լինի տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, ինքը կարող է լինի կրքերի գոյավիճակի ազդեցության տակ եւ առաքինության, չէ՞։ Ինչ է նշանակում մարմինը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Եթե շապա ինքը մարմինը, հա ուզում է քնի, այսինքն ինքը մարմինը ալարկոտ է։ Հասկանում եք։ Այսպես, որ դաժե միտքը, ասենք, մտածում, այ վեր կենամ ես իր բանը անդեմ, հա, մարմինը ասես մկանները թուլացնում, ասում է, չէ, ես ալարում եմ, շարժում եմ։ Չէ՞։ Այդտեղ մենք այդ հակասությունը կարող ենք ֆիքսել, էլի, որ մտքով մի բան ենք ուզում, մարմինը չի ընթարկվում։ Չէ՞, մարմինը գտնվում է տգիտության մեջ։ Հիմա մարմինը գտնվում է կրքերի մեջ։ Մարմինը գտնվում է կրքերի մեջ, դա միշտ ավարտվում է նրանով, որ կենթանեակը ինքը չափից ավելի ակտիվ է, եսիմես է, այնա, հա ուզում է իր մարմինը, հա ուզում է շարժվի, եսիմինչ ու ամենակարևորը։ Երբ որ
մարմինը ինքը գրքերի գոյավիճակի ազդեցության տակ է, ինքը շատ մեծ քանակությամբ սեռական կյանքի կարիք ունի։ Չէ՞։ Դե հիմա գնա այդ կարիքը բավարարելու համար կամ օրեկան մի հատ պարտյոր գտի կամ ամուսնացի 100 բեր վերցրու քո վրա ինչա թե ինչ մի հատ սեռական հաճույք պիտի բավարարես դե ինչ կան մահալը սկսվեց չէ այդ դա նշանակում է գրքերի գոյավիճակի ազդեցության տակ այսինքն ինքը մարմինը անհանգիստ մարմին է չէ ու ասենք այն պահին երբ որ կենթանիանքը ինքը նստում է որպեսզի զբաղվի հոգևոր կյանքով մեկ էլ մարմինը ասում է չէ ես հիմա սեքս եմ ուզում ու վсё ու բրծավ ամեն տեսակի կենտրոնացումը ինչ է նշանակում մարմինը ինքը առաքինության գոյավիճակի մեջ է դա միշտ նշանակում է որ իր մոտ ուրեմն բոլոր կարիքները չափավորված են հա սա առաջի հերթին երկրորդ հերթին դա նշանակում է որ իր կյանքի ուժը միշտ բալանսի մեջ է հա եւ դրա համար է որ արիացիները իրանք ասում են այ որպեսի մարմինը ինքը լինի առաքինության գոյավիճակի ազդեցության տակ անհրաժեշտ է որպեսի կենթանիակը ինքը երբ որ գալիս է հոգևոր կյանք ամենայն դեպս եթե մենք արիացիների մասին ենք խոսում այնտեղ ծնված այդպես մեր ժամանակի համար երբ որ գալիս ենք հոգևոր կյանք առաջի բանը որ մենք պետք է անենք դա պետք է կարգավորենք ապրելու ռեժիմը հա ինչ ենք ուտում ինչ ենք խմում երբ ենք ինչքան ենք հանգստանում ինչքան ենք աշխատում երբ ենք քնում, երբ ենք վեր կենում։ Այս ամեն ինչը պիտի կարգավորված լինի։ Իհարկե, ինքը մեր ժամանակներում դժվար է այդ թեմայով խոսել, բայց ես ճիշտ ասեմ, հա, այսինքն մենք պիտի ձգտենք ինչքան հնարավոր է այդ անել։ Ուրեմն, եթե կենթանիակը ինքը կապված է բասակերության, իր մարմինը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, վերջ։ Եթե իր մարմինը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, այդ մարմինը արտահայտում է կենթանական վնասներ, ուրիշ ոչ մի բան։ Հա? Այսինքն այդպիսի անձնավորությունը մարմինը ինքը նենց է թելադրում իրան, որ ինքը առավոտից երեկո զբաղված է մենակ այդ մտքերով, որտեղից հայթայթեմ սնունդ, ոնց պաշտպանվեմ, ոնց հանգստանամ, ոնց բազմանամ։ Ուրիշ ոչ մի բան։ Հենց որ այդ 4 կարիքը ինքը լինում է բավարարված, չէ, կենթանիակը ինքը լինում է ասենց, у меня всё в порядке, չէ։ Հիմա արիացիները իրենք ասում են, այ մարմինը ինքը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, եթե կենթանիակը ինքը մսակեր է եւ ինտոքսիկացիաների հանդեպ ակում ունի, հա, խմել, ծխել, չգիտեմ, նարկոտիկներ օգտագործել, թմրամիջոցներ օգտագործել, չէ։ Այդ նշանակում մարմինը ինքը տգիտության ազդեցության տակ է։ Հիմա, այսինքն ազնվորությունը ինքը պետք է այդ իր կերակուրը բերի, դնի, հանի տգիտության գոյավիճակի ազդեցության տակից։ Հիմա, հաջորդը դա, օրինակ, եթե սնունդը ինքը շատ աղի է, շատ կծու, չէ՞, ասենք մարդը ինքը այդպիսի համեր է սիրում, որ իմինը շատ, ոչ թե բացառված, չէ՞։ Օրինակ, ասենք, եթե դուք Հնդկաստան գնաք, իրանք մի հատ հատուկ այդպես ուտեստ ունեն, որ բրինձ են սարքում մեջտեղը, հա, եւ իր կողքը այսպես փոքրիկ ամանիկներով բերում են տարբեր տեսակի բաներ, որտեղ պարտադիր պետք է լինեն 5 համերը։ Կծու, թթու, աղի, քաղցր, դառը, հա, ու ամեն մեկը ինքը ունի իր գործը անելու օրգանիզմի մեջ, չէ՞։ Ու ասենք այդ հանգամանքը, որ եթե ինքը չափից ավել կծու է օգտագործում, չէ, դա նշանակում է իր մարմինը գալիս է բան, կրկի գոյավիճակի ազդեցության տակ, հասկանում եք։ Իսկ դա նշանակում է միանգամից, հենց որ կրկի գոյավիճակի ազդեցության տակ է մարմինը, դա միշտ նշանակում է, որ իրան միշտ խեղդելու է սեռական ցանկությունը։ Սեռական ցանկությունը բարձրանում է, հասնում է եսի մուր։ Հասկացաք։ Հիմա, տեսեք, իսկ երբ որ անձնավորությունը ինքը կարգավորում է իր սնունդը, այնպես որ բոլոր համերը օգտագործում է, բայց չափավոր, հա, ընդհանրապես չի մոտենում այդ սպանության բանի, եսի միջերի բանին, չէ, այսինքն ինքը դառնում է բուսակեր։ Ընդ որում արիացիները մսակերությունը այսպես մեկ թույլ էին տալիս միայն այն տղամարդկանց, որոնք պիտի կռվեին։
Այսինքն զինվորներ իրավունք ունեին գնային անտառ, որսային իմինը տենց էլի ագրեսիվ կենթանիակներ, որ այդ իրանց բաների զինվորական դուխը բանալներ էլի, ոչ թե ասես աբեղ եղնի խփեին, որ ինքը եթե սովորում է ամեղի վրա net ձգել, ինքը հետո երբ որ մտնում է ուրիշի տարածք, սկսում է կանաց բռնաբարել։ Իսկ եթե ինքը խիշնիկներին է խփում, ինքը երբ որ մտնում է, ինքը բերակ տղամարդկանց հետ է կռիվանում։ Հասկացաք, չէ՞։ Դրա համար հրացիներ իրանք դա խիստ սահմանափակում էին։ Հիմա, այսինքն կերակուրը, այդ որ հեներում ասում էին մենք այն ենք ինչ որ մենք ուտում ենք, դա բաներ տարեկան քաղաքակրթությունից եկած կուլտուրա էր։ Ուրեմն այս է կարգավորվում առաջին հերթին։ Ինչ որ վերաբերվում է հանգստին, չէ, ապա ուրեմն վաղուց արդեն նույնիսկ գիտնականները իրանք փորձեր արել են, համոզվել են, որ երացիները ճիշտ են ասում, որ մարդը ինքը պետք է աշխատի 10-ից 10-10.5 արդեն բարգած լինի։ Ինչու համար։ Դա արվում է լյարդի համար, որովհետև լյարդը այդ ժամին անցնում է արյունը ինտոքսիկացիաներից մաքրելու գործընթացներին։ Եթե մենք այդ ժամանակ քնած չենք, լյարդը ինքը մնում է սնունդ սպասելու վիճակում, այսինքն ինքը չի անցնում։ Ինքը այդ մաքրելու գործընթացին անցնում է, մենակ երբ որ օրգանիզմը քնեց։ Переключается ֆունկցիա։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք, ասենք, եւ ես փորձ ունեմ տարիների, որ ժամը եթե 10-ին բարգած եմ եղել, 12:30 իմ աչքերը բացվում էր, ես բացարձակ հանգստացած էի լինում ու ամբողջ գիշեր հոգևոր պրակտիկայով էի զբաղվում, վեճս չէր։ Այն լուսաբացին, երբ որ արևը նոր դուրս է գալիս, մի 40 րոպե կարիք էիր ունենում անջատվեիր, այդ 40 րոպեն էլ անջատվում էիր ու վсё։ Ընդհանրապես ոչ մի ուրիշ քնելու կարիք չէր լինում։ Հասկացաք, չէ՞։ Եթե ազնվորությունը ինքը այդ 10-ից բարգելը խախտում է, չէ, դրանից հետո ինքը ինչքան ուզում է քնի, երբեք չի ունենում այդ վիճակը, որ մարմինը հանգստացած է։ Իր մեջ մստական այդ կիսահոգնած, տենց քնկոտ, կիսաքնկոտ վիճակն է լինում, կիսադմրած, չէ։ Իսկ հոգևոր կյանքի համար շատ կարևոր է, որպեսզի միտքը ինքը լինի պայծառ, այսինքն պարզ ու ակտիվ։ Հիմա երկրորդ խնդիրը, որը քննարկեց Մաքսիմիլիան Թակուրը, դա այն ցուցումներն են, որոնք վերաբերվում են, մեկ էլ կներեք մարմնի հետ կապված վերջի խնդիրը դա նա էր, պահանջը դա նա էր, որ կենդանիակը պետք է աշխատի, համենայն դեպս պիտի ձգտի դրան, որ ֆիզիկական գործեր անելու ընթացքում երբեք չհասցնի իրան հոգնածության վիճակի։ Արիացիները իրանք քաղաքակրթության մեջ, չէ, իրանք երբեք ոչ մեկին բանվորից սկսած միջև արքա ոչ մեկ իրան չէր ծանրաբեռնում, այսինքն չէր աշխատում այնքան, որ հոգնի։ Սիմպտոմը դա էր, որ հենց որ ինքը հոգնում է, ինքը պիտի չաշխատի։ Հասկացաք, չէ՞, սա շատ կարևոր է, էլի, երկարակեցության, առողջության համար, որտեղ ինչի համար, որտեղ երբ որ մենք մարմնի վրա ավելի շատ նագրուսկա ենք տալիս, քան ինքը մարմինը կարող է դիմանալ, սա սպեկուլյացիայի խնդիր չէ, էլի, հակայմա կարելի է սպեկուլյացիաներ ասել, ես մի ժամից օգնում եմ։ Չէ, դա սպեկուլյացիայի խնդիր չէ, դա ինքը արդարության դաշտում պիտի լինի, էլի։ Պրոստը արիացիները իրանք ինչ են ասում, իրանք ասում են, երբ որ դուք ու մարմինը ծանրաբեռնեցիր այնքան, որ ինքը հոգնեց, ինքը միացնում է իր բան ռեժիմը, էլի, այդ ոնց է Աջան այ պահուստային ռեժիմն է միած, հասկացաք, այսինքն ինքը սկսում է օգտագործել իր այն պահած ռեսուրսները, չէ՞, որ այդտեղ արդեն դուք հասկանում եք, որ դուք կրճատում եք ձեր կյանքը, կամաց ոչնչացնում եք կյանքի ուժը, չէ՞, իսկ երբ որ արդեն օրգանիզմը ինքը մշտական է այդ բան վիճակում է, մաքսիմալ իր հնարավորությունների վիճակում է գործում, չէ՞, ինքը միանգամից տալիս է եւ կենդանիան ինքը սկսում է տարբեր հիվանդություններ ունենալ։
Որովհետև կենթանիակը հիվանդանում է ոչ միայն փսիխոմատիկայով, էլի, այդ փսիխոմատիկային հետևողները իրանք մի քիչ լավ չեն հասկացել, որ վերցրել են էլի արիացիներից այդ գաղափարը, որտեղ արիացիները իրենք ասում են կա 3 պատճառ, որով կենթանիակը ինքը հիվանդանում է։ Մեկը դա գիգիենան է, այսինքն պրոստը կոնկրետ կեղտի մեջ է ապրում վիրուսը ստանում հիվանդանում է, իմունիտետը իջնում է, չէ։ Մյուսը դա ռեժիմն է, այդ ինչ որ մենք հիմա ասեցինք, չէ, որ չի կարելի մարմինը լարված վիճակում պահել, մյուսը դա ռեժիմն է եւ վերջինը դա ուրեմն նервային վիճակներն են, այդ փսիխոմատիկան է։ Իրականում մենակ փսիխոմատիկան չի, որ մասնավորությանը հիվանդացնում է։ Ուղղակի մեր դարաշրջանում իհարկե այո, գիտնականները իրանք ճիշտ են հասկացել, որ մեր դարաշրջանում մարդիկ չեն կարողանում խաղաղ հարաբերություններ ստեղծել եւ այդ պատճառով փսիխոմատիկան ինքը դուրս է գալիս առաջի։ Այսինքն մարդը եւ սխալ սնվում է, եւ սխալ աշխատում է, ծանրաբեռնում է իր մարմինը եւ համել խաղաղ հարաբերություններ չունի, այդ ամեն ինչը կուտակվում եւ դառնում այն, որ աստվածամեժության դարաշրջանում հենց արիացիների պնդմամբ կենթանի մարդիկ իրենք շատ կարճ են ապրում։ Հիմա հաջորդ պահանջը, որը մարդը ինքը պետք է այդ հաջորդ խնդրով զբաղվի, ինքը պետք է տեսնի, թե ինքը ինչ վիճակում է, դա վերաբերվում էր մտքին։ Ինչու միտքը կարևորվեց։ Մտքի ֆունկցիաներն են ընկալել ինֆորմացիան, հա, ձևավորել այդ դուրս է գալի, դուրս չի գալի, հա, ուզում եմ, չեմ ուզում։ Դուր գալուց հետո կամ ուզում եմ, կամ չեմ ուզում։ Չէ՞։ Եվ մտածելու ունակությունը։ Ոչ թե հասկանալու, այլ մտածելու։ Հիմա դա սա տարբեր բաներ են, էլի։ Հիմա տեսեք ուրեմն, այս ամեն ինչի համար, որպեսզի այսինքն որպեսզի կենթանիակը ինքը հոգևոր կյանքով զբաղվի, իրան ինչա պետք։ Ամենակարևորը։ Պրոպագոսվամին ինքը ասում է էնտուզիազմ։ Ինչ է նշանակում էնտուզիազմ։ Ես միշտ ուզում եմ զբաղվել։ Չէ՞, այդ հենց որ առաջ եկավ ուզում եմ բառը, այդ միանգամից մտքի վիճակի մասին է խոսում։ Դրա համար իրանք ասում են, երկրորդ հերթին մարդը ինքը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ վիճակում է գտնվում իր միտքը։ Որտեւ այդ միտքն է, որ մտածողը միտքն է, այսինքն ինքն է, որ կենտրոնացման մեջ պահողը։ Հասկանում եք, իսկ եթե մենք ուզում ենք հոգևոր կյանքի ներքին ֆակտորով զբաղվենք, այսինքն այդ հոգու մակրագործում է ինչ որ կոչվում է, չէ, եթե մենք ուզում ենք դրա մեջ լինենք, չէ, մենք պարտադիր պիտի կարողանանք ունենալ կենտրոնացած միտք։ Այսինքն, որպեսզի կենթանիակը միշտ ցանկություն ունենա հոգևորի մեջ լինի ոչ թե ձևական, այլ իրապես, հասկանում եք, ինքը պետքա որոշակի մտքի վիճակ ունենա։ Եվ Բաքսիվիդոն Թակուրը ինքը նկարագրեց մի քանի որակներ, չէ, որը մենք անցյալ անգամ դիտարկեցինք, այսօր դեռ կկրկնենք ու կանցնենք առաջ։ Որտեր այդ որակները։ Ուրեմն, նախ եւ առաջ անձնավորությունը ինքը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքին, թե ինչքան է իր միտքը, իր մեջ պրոստը խոսում։ Собственно, это называется болтанка, էլի։ Ոսկոք он болтает. Именно болтает։ Հասկանում եք, ինչքան է օրվա ընթացքում միտքը ինքը մշտական, то есть մարդը ինքը գտնվում իր մտքի հետ դիալոգի մեջ։ Հասկանում եք։ Եվ այդ երբ որ կենթանիակը ինքը իր մեջ դիալոգ ունի, չէ՞, դա միշտ նշանակում է, որ ինքը այդ պահին արտաքին աշխարհից կտրված է, ինքը չի ընկալում արտաքին աշխարհը լիարժեք։ Չէ՞։ Եվ մենք անցյալ անգամ խոսացինք, չէ՞, որ NLP, գիպնոզ, բան, այդ բոլոր արվեստները, իրանք քեզ դրա վրա են հիմնված, որ առաջի հերթին քեզ բերում են այդտեղ, որ քեզ սկսում են սովորացնել կենթանիակի հետ շփվելուց ուշադրությունը լինի իր վրա։ Հասկանում եք, չէ, ես թեթև դրա մասին խոսացի, նո, ով որ բացաթող է, կարող եք լսել, էլի, բայց հանգնելու են, չիմաստում։ Հասկացաք։ Եվ ասենք այ առաջի հերթին մարդը ինքը պետքա դրա վրա ուշադրություն դարձնի, թե ինչքան է իր միտքը, պրոստը ինքը իրանով, ինչքան է մարդը ինքը իր մեջ խոսում։ Որտեվ այ որ ինքը իր մեջ խոսում է, ինքը զբաղված է, չէ։
իր ուշադրությունը այդ ներքին խոսակցության վրա է։ Ու այդ ժամանակ ինքը արտաքինից շատ բաներ չի կարողանում ընկալի։ Եվ դա ամենալավ երևում է հենց հոգևոր կյանքում։ Ոնց է երևում, որ ազնվորությունը ինքը հենց որ նստում է, որտեղ այդ ներքին աշխարհի հետ զբաղվելու համար, չէ, որպեսզի մինը հոգևոր տեսանկյունից զբաղվես, դու պետքա կարողանաս կենտրոնացած կարդաս կամ լսես հոգևոր գիտելիքը։ Բոլորդ գիտեք, չէ՞, ոնց ալնում, որ նստում եք կարդալու 5-6 էջ կարդում բրծնում եք, մեկ էլ ֆիքսում եք, որ ոչ մի բան չեք կարդացել, նորից հետ եք դառնում, բայց աչքերը կարդում էին, չէ՞, միտքը որտեղ էր։ Այն, չգիտեմ, ես իմ ում հետ կռվից բռնած, միջև ես իմ որ խնդիրը, այդ ընթացքում մտածում էիք, չէ՞, այս սրա մասին է խոսքը։ Հասկացաք, որ մտքի այդ սովորությունը, որ դուք ինքներդ ձեր հետ խոսում եք, չէ, միտքը ինքը չի կենտրոնանում։ Ինքը հակ քաշում տանում, չէ։ Ուրեմն մարդը գալիս ասում, «Մատո Ջորջի, ոնց անեմ, չգիտեմ, հենց կարդում եմ կամ լսում եմ, 100 անգամ լսում եմ, նույնտեղ անջատվում եմ»։ Այս որակի մասին է խոսքը, չէ։ Հիմա Դե դա ինչպես է արվում, մենք հետագայում կքննարկենք։ Հիմա բակտերիոթակորը ուղղակի թվարկում է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի անձնավորությունը, երբ որ ինքը սկսում է հոգևոր կյանքը, գլուխը նոր է սկսել, չէ՞։ Հայրացիները իրանք ունեն իրանց ձևը խոսալու։ Իրանք սկզբից անում են գլխավոր հայտարարությունը։ Հետո այդ հայտարարությունը սկսում են բացատրել։ Հետո վերջում անում են եզրակացությունը։ Հասկանում եք, ոչ թե տենց չէ, պրոստը մի անգամից սկսում են բացատրել, իրանք սկզբից բացատրում են, թե ինչն է կարևոր, որն է կարևորությունը, հետո ինչպես է դա անես, եւ հետո ինչ ես դրա հետևանքով ստանում։ Հիմա ուրեմն եւ երկրորդ բանը, որ ինքը քննարկեց, դա նա է, որ միտքը պետքա լինի զուսպ։ Չէ՞։ Ես հիմա չեմ քննարկել, որովհետեւ քննարկել ենք այս կետերը մենք անցյալ անգամ։ Եթե ով չի լսել, գնացեք այնտեղ լսեք։ Հաջորդը դա նա էր, որ միտքը պետքա լինի զուսպ։ Հաջորդը դա շատ անսպասելի մեզ համար պահանջ էր մտքի հանդեպ, չէ, որ միտքը ինքը պետքա չկորցնի կամ պետքա ունենա ընդհանրապես այդ абстрактное мышление, ոնց հայերեն իսկ չիմացանք։ Հա? Нет, վերանցանքն это абстрактный. Да. Ոչ իմ հասկանում եք ինչի մասն է խոսքը, չէ՞։ Այսինքն մարդը, տեսեք, ինքը պետք է ուշադրություն դարձնի, չէ՞, որ ինքը մի հատ նայի, իր միտքը вообще абստրակտ մտածելակերպ ունի, թե չէ։ Ինչա տալիս абստրակտ մտածելակերպը։ Ինքը իրականում մարդու մտքին տալիս է ճկունություն։ Հոգևոր կյանքում այդ ճկունությունը ինքը շատ բանել, այսպես շատ անհրաժեշտ որակա։ Ինչու՞։ Որովհետև այն թեման, որը որ մենք ուսումնասիրում ենք, այսինքն հոգևոր թեմաները, չէ, իրանք անսովոր են, չէ։ Եթե դա ռեալ հոգևոր թեմաներ են, իրանք մեր համար անսովոր են, մեր մտքի համար անսովոր են։ Եվ դրա համար այն ինչ-որ բաներ կա, չէ, որ երբ որ մենք կարդում ենք, մենք կարողանանք այդ միտքը ինքը այդ ունակությունը ունենա, որ մենք կարողանանք պատկերացնենք այստեղ ինչի մասին է խոսքը, չէ՞։ Եթե միտքը ինքը դմրած է, ու ինքը բան է, էլի, ստեղծագործ չի, հասկանում եք, չէ՞, ինքը չի կարողանում պատկերացնի։ Եթե այն ինչ որ ինքը չպատկերացրեց, ինքը դրա հանդեպ ցանկություն չի ձևավորում։ Հասկանում եք, մենք պետք է հասկանանք, որ տեսեք այդ ձևական կրոնականությունը, չէ, ինքը նենց է, որ вообще մեկա, դու ոնց ես, ինչ ես, քեզանից ի՞նչ է պահանջվում, բան անես։ Այդ ձևական բաները, չէ, կախես վրատ։ Մի րոպե։ Չգիտեմ։ Խաչ կախես, չգիտեմ, ճակատի ծիլական դնես, չգիտեմ, չալմա հագնես, եսի մի չանես, գնաս եկեղեցի կամ գնաս պեջիտ կամ ասես ձևական այդ մարմնի հետ կապված էլի ծիսակատարություններ անես, քեզ համար է հոգևոր։ Դա քեզ համար ներքին ոչ մի ինչ որ որակավորում չի պահանջվում, չէ՞։ Բայց արիացիները իրանք իրական հոգևորականներ են, իրանք գնում են հոգրու մաքրագործման
ճանապարհով եւ այնպես չի բոլոր կրոնականության մեջ էլ կան շատ անկեղծ սրբեր, որոնք իրանք նկարագրել են դե ասենք այդ կրոնականության մեջ ոնց է պետք մտնել ներքին process-ների մեջ, չէ՞։ Հիմա արիացիները իրանք ներկայացնում են իրանցը։ Եվ ուրեմն այդ abstract մտածելակերպն է շատ կարևոր, չէ՞։ Եվ մասնավորությունը ինքը պետք է ուշադրի լինի, թե իր այդ կենտրոնացման ունակությունը ինքը ինչպիսին է։ Սա ինչի համար է պետք։ Այսինքն, երբ որ դու մի հատ նայում ես այս կետերում քո մտքի վիճակը ստուգում ես, չէ՞, դու հասկանում ես, թե ինչքանով կարող ես քեզ թույլ տալ այս պահին խորանալ հոգևորի մեջ։ Հասկանում եք։ Մնացած դեպքերում, երբ որ դու օբյեկտիվորեն չես գնահատել, թե դու այս պահին ինչպիսի ներքին տվյալներ ունես, չէ՞, այսինքն քո մտքի տվյալները իրանք ինչպիսին են, այդտեղ ինչ է կատարվում։ Դու մտնում ես պայքարի մեջ, որպեսզի խորասուզվես հոգևորի մեջ, չէ՞, ու նման ես մի մարդու, որը համոդելում է, հագլուխը խփում է պատին, արուն լվի կրնում հետ գնում, խփում պատին, այսինքն ոչ մի ձև չես կարողանում խորասուզվես հոգևորի մեջ։ Հասկանում եք, այդ խորասուզվելու process-ը ինքը լրիվ ուրիշ բան է պահանջում եւ Բակտիմիրոս Թակուրը հիմա դա է քննարկում, որ առաջերտին քեզ պետքա քո մարմինը չհանգարի, երկրորդ հերթին քո միտքը կարողանա քեզ օգնի։ Եթե ինքը քեզ օգնող միտք չի, դու չես կարողանալու խորանաս հոգևորի մեջ։ Միշտ մնալու ես հոգևորի մեջ ձևական մարդ։ Հա, այս իմ աշակերտների համար երեք թեման բարձրացրեցի, աշխատեմ տեսնեմ էլ, եթե կհաջողվի կամ կիրակի, չէ, կիրակի օրը պրազնիկ է։ Լավ, ինչ-որ մի օր ես անպայման այդ կպատմեմ ձեզ էլի, թե ոնց է ինքը կենցանյանքը իրականում մնում բանի մեջ, տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ, արտաքինից վերցնում առաքելության ինչ-որ սիմպտոմներ ու պահկվում դրա տակը, բայց իր ներքին աշխարհը ամբողջ կրքերի տգիտության մեջ վառվում է, էլի, իր ներսում ոչ մի առաքելություն չկա։ Հասկանում եք, եթե ամենախորամանկ տարածքն է, էլի, հոգևոր աշխարհը, հոգևոր կյանքի մեջ, չէ՞։ Եվ ուրեմն մտքի կենտրոնացման վիճակն է շատ կարևոր, այսինքն տեսեք, երբ որ կա կենտրոնացում, կա այդ ունակությունը, որ հիմա այս պահին ես ինչ-որ մի բան եմ կարդում, եթե ես կենտրոնացած եմ, ես ուշադրությունս տեղ է, չէ՞։ Այսինքն տես չի, որ ես տառեր եմ կարդում ու մտքումս ինչ-որ մեկի հետ կռիվ եմ անում, կամ հակառակը սեր եմ բացատրում, կապ չունի, չէ՞։ Այդ չի, ես ինչի կենտրոնացած եմ նրա վրա, ինչը որ կարդացի, չէ՞։ Հիմա հաջորդ քայլը, որը պարտադիր է, որ միտքը կարողանա։ Ես ռուսերեն մի հատ բառ եմ ասում, որտեղ բառ չկա, էլի իրականում ես եմ ասում։ Բառ ռուսերեն ասեմ, հետո հայերեն փորձեմ բացատրեմ, հա։ должен уметь додумать мысль։ Հասկանում եք, այսինքն երբ որ դուք ինչ-որ մի բանը ընկալեց միտքը, չէ՞, որտեղ հոգևոր գիտելիքը ինքը տեսեք, մեկ հիմա հոգևոր գիտելիքն եք, չէ՞, քննարկում։ Դուք տեսնում եք, չէ՞, ինչքան կարևոր մեկը մեկի հետևից գաղափարներ են, չէ՞, շարվում։ Իրանք ուշադրություն են, չէ՞, պահանջում։ Բայց այդ դուք կարող եք այդ պահին ուշադրությամբ լսել եւ ձեզ թվա, որ ամեն ինչ հասկացաք։ Բայց կա մի սիմպտոմ։ Եթե դուք հետո կյանքում դա չեք կիրառում, значит, вы мысль не додумали. Այսինքն, դուք ձեր մեջ այդ ուշադիր լսածը ձեր մեջ, ձեր մտքի հետ չեք քննարկե։ Մինչև վերջ։ Հասկանում եք, այդտենց ոնց որ անում եք այդ վրա սկզբում ասեցինք, չէ, որ սովորություն ունեք, որ ասենք մարդը ինքը մտքում կռիվա տալիս ինչ-որ մեկի հետ, չէ, այս իստեղի սենց ասեի, դիպրի դենց ասեի, ինչ ասեց, եւ այս ինչ է նշանակում, որ ինքը սենց արեց, կամ ինչ անելու, չէ, ասենք այդ նույն բանը միջև վերջ պետք է անել ամեն մի գաղափարի հետ, որը հնչեց։ Այսինքն երբեք չպետք է թույլ տալ մտքին մտածել, որ դե վсё այսի հերիքեր, ես կենտրոնացած եղա, սրանց ավելի ձայց ոչ մի բան չպահանջենք։ Հասկանում եք, այդի չի կարելի թույլ տալ։
անպայման, երբ որ ինչ-որ մի հատ նոր ինֆորմացիա է միտքը ընկալում, այսինքն այստեղ այս այա, ես չգիտեմ անցյալական ասել եմ, թե չէ, այստեղ այս այա կարևորվում, որ երբ որ դուք շփվում եք հոգևոր գիտելիքի հետ, հատկապես այն գիտելիքի հետ, որը ինքը քննարկում է ներքին process-ները, հասկանում եք, ոչ թե ասում է, «Էսի ժամին պիտի գնաս, էս ինչ անես, էս ինչ ժամին պիտի սենց անես», դա մարմնին է վերաբերվում։ Դա ծիսակատարություններն են, նես չի որ կարևոր չի, պահպանող սկզբունքն է։ Բայց երբ որ մենք խոսում ենք այդ ներքին աշխարհի մասին, չէ, այստեղ այդ դա է կարևոր, որ ինքը մինչև վերջ, այսինքն չի կարելի շտապել։ Ցանկացած գաղափար, որը հնչեց, որը ձեզ համար ինքը անսովոր է կամ նոր է, չէ, երբեք չի կարելի շտապել մտածել, ես հասկացա ու անցնել առաջ։ Այդ հենց դենց առանց մինչև վերջ մտածելու, առանց քոնը սարքելու, երբ որ միտքը ինքը ձեզ ասում է, ես հասկացա անցանք առաջ, չէ, այդ դուք միշտ մնում եք այն մարդը, որը պրոպատը ինքը արտակարգ մի հատ օրինակ էր ասում, ասում էր, որը ակնած առավ խանութում մեղրի բանկան, հա, լզեց այդ բանկան դրսից ու բեդակապակու համը ճանաչեց, բայց վստահա, որ մեղրի համը գիտի։ Այդ վստահավոր մեղրի համը գիտի, դա ամենավտանգավորն է հոգևոր կյանքում։ Հասկանում եք, երբ որ մարդը ինքը իրականում մինչև վերջ չի մտածե, գաղափարը իրանը չի դարձրե, բայց ինֆորմատիվ տեսանկյունից ինքը այդ ինֆորմացիայի հետ ծանոթ է։ Հասկանում եք, տեսեք ու ասենք այ հետագայում, չէ, Էդի ուղղելը, գիտեք ինչքան դժվար է, որտեղ երբ որ դուք հասկացաք ձեր սխալը, վերադառնում եք ու փորձում եք մտածել ամեն ինչի շուրջ, չէ՞։ Միտքը ձեզ հա ասելու է, ով թե 100 անգամ կարդացել ենք։ Դուք իրան չեք կարողանալու ստիպեք, որ ինքը մտածի։ Հասկանում եք, դրա համար ամենաճիշտը Բաքսիմոն Թակուրը հիմա դրա հետ աշխատում մեր հետ, էլի, որ ամենաճիշտը հենց միանգամից հիմքը ճիշտ դնելն է։ Ու ես միշտ բերում եմ երաժշտական ինստրումենտների հետ վարվելը, չէ, երաժշտական կրթություն ստանալը։ Մարդիկ կան, որ իրանք ասենք գնացին նոտաները սովորեցին, բան նույնիսկ եթե գնում են երաժշտական դպրոց, չէ, ասես կամայական ինչ մատով ուզում են, ոնց ուզում են նվագում են։ Չէ՞։ Բայց երբ որ մարդը ինքը օրինակ նույն դաշնամուրը նվագում է ոնց ուզում է, չէ, անպայման դա անհնար է, անպայման մի հատ պահ է գալի, երբ որ այդ սահուն մելոդիան որ հնչեր, ինքը ստիպված է լինում կտրի, ինչի կտրի, որտեվ անսամբտ մատ պիտի տնի։ Հասկացաք, չէ՞։ Դրա համար, չէ, ցանկացած բան, որ ինքը գոնե մի քիչ է տպատվում եղել է, ինքը գիտի, չէ, որ ասենք դոտաները, երբ որ պիտի սովորացնեն, չէ, մատերը իրանք վերևում, ներքևում անպայման գրանցված են, որ այ այս մատը, այս մատը, այս մատը, այն մատը, այս մատը, չէ, ինչի համար, որպեսզի այ այնտեղ, որտեղ պիտի ինքը այնպես ֆրազան ինքը այնքան երկար է, որ քո 5 մատը չի հերիքում, չէ, դու անպայման այդ պիրիխոտը, որ պիտի ինչ-որ մի հատ մատից անցնես, առաջի մատը հասցնես, չէ, եւ որ այդ պիրիխոտը դու կարողանաս նենց անես, որ այդ պլավնեստ, սահունությունը ինքը չկտրվի։ Հասկացաք, չէ։ Այս է էլի, որ այդ դրա համար միշտ պետք է հենց ամենասկզբից ճիշտ դաստիարակես քեզ, որ ոնց է պետք չի կարելի հոգևոր գիտելիքը կարդալ որպես զբաղմունք, որտեղ ես նորից եմ ասում, էլի միտքը, որը ինքը ինֆորմացիան մի անգամ ստացավ, չէ, ինքը համարում է, որ դեսի գիտենք, հասկանում եք, ու հետո նորից իրան ստիպել, որ ինքը այդ թեմայի շուրջ մտածի, այդ ահավոր բարդ բան է։ Դրա համար հենց ամենասկզբից պետք չի շտապել։ Հա, եթե դուք նկատում եք, նրանք մարդիկ կան, որ իրանք չեն հասկանում, ես ինչի եմ հաճախ նույն թեման հա կրկնում։ Դա ես ձեր տեղն եմ այդ գործը անում, որ ստիպեմ ձեզ,
որ դուք մտածեք այդ թեմայի շուրջ, որ միտքը ինքը ստիպված լինի կենտրոնանա ու մի հատ էլ մտածի, չէ, բայց մեկը էլի չի ստացվում, դեռ ասենք մարդիկ կան, որ նրանք նստած են, հենց ես այդ նույն բանը սկսում եմ կրկնել, իր միտքը անջատվում է, ինքը այդ պայն գրմաս իրանցի մոտ, չգիտեմ, գործերով, եսի մուրբան, հենց մի հատ նոր բան եմ ասում, նոր միանում է։ Հասկացաք, չէ՞, ինչա տեղի ունենում, էլի սա իրականում շատ կարևոր պահ է։ Հիմա Բաքսիմովան Թակուրը ինքը ասեց, որ եթե միտքը ինքը չունի այդ որակները, որը մենք հիմա թվարկեցինք, չէ, այսինքն ինքը չունի ուշադիրը գալում, ինքը չունի զսպվածություն, չունի абստրակտ մտածելակերպ, հա, չի կարողանում կենտրոնանալ եւ չի կարողանում ինքը իր մեջ մինչեւ վերջ թեման քննարկի, չէ, այդ դեպքում տեղի ունենում դրա հակառակ բաները, չէ՞, ինքը ասում է, եթե այդ ունակությունները չկա, ուրեմն չկա ունակություն լավացնել արվեստը եւ գիտությունը, չկա ունակություն բան անել, դուրս գալ գիտության միջակից, այսինքն հաստատվել իրական գիտելիքի մեջ եւ բանականությունը ինքը չի կարողանում ազատվել նյութական մտածելակերպից, հա, եւ ինքը ասում է, եթե բանական վերջնականը, եթե բանականությունը ինքը չի կարողանում ազատվի բանից, նյութական մտածելակերպից, կենթանիակը իր ներսում մնում է արատավոր մտածող, հա, եւ անաստված, հա, այս մասը հասկանանք, թե ինչի մասն է այստեղ խոսքը вообще, այսինքն ինչ ասեց։ Չէ՞ շատ կարևոր բան ասեց, չէ՞, ինքս միանշանակ էլի հոգևոր հեղինակություններ իրանք այսպես երանգներով խոսում են, հետո մի հատ կետ է գալի, հոպ, խոսակցությունը դառնում է սև սպիտակ, չէ՞, ու ինքը ասում է, եթե էսի չկա, всё։ Ոստեղ ինչ-որ զիջումներ, բաներ, չէ, ես կարամ էսի չանեմ, էսի սենց անեմ, ինենց անեմ, բայց արդյունքը ստանամ, տենց խոսակցություն չկա, ինքը ասում է, եթե էսի չկա, բրծ։ Հա? Հիմա ո՞նց է դա տեղի ունենում, ինչի է այդպես լինում։ Մենք պետք է հասկանանք, թե ոնց է աշխատում մեր նուրբ մարմինը, չէ՞, մենք միշտ քննարկում ենք, որ արիացիները իրենք ասում են, կենթանիակը ինքը ունի երկու մարմին, կոպիտ մարմին, նուրբ մարմին։ Հետագայում էզոտերիկայի դաշտում Բլավատսկան ինքը դրել է երիխները իրանք դրել են այդ կոպիտ ու նուրբ մարմինները միացրել են իրար, տվել են ինչ-որ ուրիշ անվանումներ եւ ինչ-որ մի հատ իրանց արևին նոր բան են մտցրել, էլի, ասեք, չէ՞, материальное тело, эфирное тело, астральное тело, ментальное тело, այդ սա նյութական մարմինը տեսածի է դա, չէ՞։ Արիացիները իրանք ասում են նուրբ մարմինը բան հատուկ էներգիայով կպցված կոպիտ մարմին, էֆիրное тело, հա, астральное тело эмоция, այսինքն միտքը, բանկա, ментальное тело, эти банна, как раз это матки макардакна, будхическое тело это разум, а каузальное тело это эго, в котором содержится карма живого существа. Чем նույն բաները ուրիշ բառերով ասեցին, եղան հայտնագործող։ Հասկանում եք, հա, մշտական այդ երևույթի հետ մենք հանդիպելու ենք, էլի։ Հիմա մենք դե հասկանանք այդ ամեն ինչը ոնց է աշխատում։ Ինքը ոնց է աշխատում մեր դուրս մարմինը։ Այսինքն տեսեք, ընկալող զգայարանների միջոցով կենթանիակը ինքը ընկալում է արտաքին աշխարհը։ Ասենք, կարդում է սուր գրվածք, եթե ընկալել արտաքին աշխարհը, չէ, տառեր եմ ընկալում։ Ինֆորմացիան ընդունում է միտքը։ Հա, այդ միտքն է։ Հիմա, իսկ միտքը, երբ որ ինքը ասում է դուրս եկավ, դուրս չեկավ, կամ հետաքրքիր է, հետաքրքիր չի։ Ինքը ինչի դեպքի վրա է դա անում։ Ինքը դա անում է բանականության մեջ տեղադրված արժեքային համակարգի հաշվին։ Հասկանում եք։ Հիմա, եթե մարդը օրինակ ինքը ասենք, իր բանականության մեջ արժեքային համակարգ ունի, որ կյանքի իմաստը սեքսն է, իրան ինչ հոգևոր կյանք գիտելիք ուզում ես դուր, իրան միտքը ասել է, չեմ ուզում, հետաքրքիր չի, դուրս չի գալիս։ Կոպիտ էլի որ ասած ընդհանրացնենք, որ հասկանանք ինչի մասն է խոսքը, չէ՞։ Այսինքն ինքը իերարխիան էսպես է։
մարմինը պետք է ենթարկվի մտքին, միտքը պետք է ավտոմատ կերպով ենթարկվում է բանականությանը, բանականությունը ենթարկվում է եսին։ Այսինքն եսն է ընտրում, թե ինքը ինչ արժեքային համակարգ է ուզում ունենալ, չէ՞։ Հիմա իհարկե, այդ երբ որ խոսում ենք արժեքային համակարգի մասին, չէ, կենթանիակին, այդ կենթանիակը ինքը կարող է ազատ կամքով ձևավորի արժեքային համակարգ, իսկ կարող է ազդեցության տակ։ Մեր ժամանակներում այդ բոլոր ՍՄԻ, բան, չգիտեմ, թերթ, ինտերնետ, եսի մեջ այդ ամեն ինչը արժեքային համակարգի վրա ազդելու միջոց է։ Եթե դուք նկատում եք, վերջի իրականում ոնց որ 10 տարի, բայց հիմա այս վերջի մի 5-ից 3 տարվա ընթացքում, 3-ից 5 տարվա ընթացքում շատ ցայտուն է դարձել դա, չէ, որ մեր մեջ հիմա այսպես 180 աստիճան արժեքային համակարգեր են փոխում։ Եթե նկատում եք, չէ՞։ Ու ասենք այն ինչ որ մեզ մի 40 տարի առաջ ներշնչում էին որպես կարևոր արժեքային համակարգեր, հիմա դա զրոյացնում են։ Չէ՞։ Եվ ներշնչում են նոր արժեքային համակարգ։ Հասկանում եք։ Եվ ասենք, դա, ասկան, այս արժեքային համակարգ ինքը երկու ձևի է ձևավորվում, չէ՞։ Հիմա, եթե մարդը ինքը թույլ է, ինքը մշտական գտնվում է արտաքին ազդեցության տակ, ու արժեքային համակարգն էլ ձևավորում է ըստ դրա։ Եթե ինքը իր ներսում ուժեղ է, ինքը կարողանում է դիմադրի, ինչու համար, որտեղ ցանկացած արժեք, որը իր վրա ուզում են փաթաթեն, ինքը մի հատ իր եսը մի հատ գնահատում է, սա ես ուզում եմ, թե չեմ ուզում, հա? Եվ եթե արդեն եսը ինքը ուզում է, ինքը բանականության ասում է, այսա հիշի, սա իմ համար արժեք է։ Հասկացաք, չէ՞։ Հետո ըստ այդ արժեքի միտքը երբ որ ինչ-որ ինֆորմացիա է անցալում, ինքը ասում է դուրս եկավ, դուրս չեկավ։ Չէ՞։ Հիմա այկանք հոգևոր դաշտ։ Հասկացաք, չէ՞ ինքը ոնց է աշխատում, այս շատ կարևոր է, էլի մենք դե հասկանանք, չէ՞, մենք անգրագիտենք вообще, մենք ինչ ինստրումենտ ունենք մեր մեջ, էլի, այդ ամեն ինչը ոնց է աշխատում։ Հիմա տեսեք ուրեմն, եթե, չէ՞, միտքը ինքը, այսպես ինքը հիմա երբ որ ինքը սկսեց հոգևորի մեր դարաշրջանում, կարևորը մերն է, չէ՞։ Երբ որ ինքը, ասենք, եկավ մեր դարաշրջանում հոգևորի դաշտ, ինքը աստվածամերժ է։ Իր արժեքային համակարգը նյութական է։ Համաձայն եք։ Հիմնականում նյութական է կամ տեսքիսապարատ ձևական հոգևոր։ Եթե հոգևոր չեք կարող համարենք, էլի։ Չէ՞։ Հիմա տեսեք, երբ որ միտքը ինքը ինչ-որ մի հատ ինֆորմացիա է անցալում, չէ՞։ Հիմա, եթե ինքը մի անգամից ասում է դուրս եկավ, դուրս չեկավ, չէ՞, բանականությունը ասում է սրա վրայից անցի։ Հա, դուրս չեկավ, հա, դուրս չեկավ պետք չի։ Իրանք իրար հետ են, նյութական են։ Մենք պիտի հասկանանք, որ հիմա պիտի տեղի ունենա հակառակ process-ը։ Այսինքն հիմա միտքը պիտի անենց բանով, անենց ուշադրության բանականության մի հատ ինֆորմացիա տա, չէ՞, որ բանականությունը իր մեջ վերանայի, այսինքն որպեսզի մենք դառնանք ներքին հոգևոր կյանքի ներկայացուցիչներ, մեր մեջ պետք է արժեքային համակարգ փոխվի։ Դա նշանակում է, որ բանականությունը ինքը պետք է զիջի իր նյութական արժեքային համակարգը, չէ՞։ Ուրիշ ձև հոգևոր զարգացում չի լինում, բանականությունը պիտի զիջի այդ արժեքային համակարգը։ Հասկանում եք, այդ դա ինչի հաշվին է լինում։ Դա լինում է մենակ ուշադրության հաշվին։ Այսինքն, բանականությունը ինքը արհամարում է լյուբոյ ինֆորմացիա, որի վրա միտքը չկենտրոնացավ։ Այմա տեսեք, բանականության ֆունկցիաներից մեկը հիշողություն դա։ Դուք կարող եք ասենք օրինակ հեռուստացույցում ինչ ինֆորմացիաներ եք լսել մի շաբաթ առաջ։ Չեք կարող ասել, չէ՞, որտեղ դրանցից ոչ մեկը միտքը չի ասել, էսի իմ համար, այսի դուրս եկավ։ Ու բանականությունը դիք արհամարեց։ Հա? Ինչի չենք ասել դուրս եկավ, որտեղ չկենտրոնացանք։ Չէ՞։ Այ ամեն ինչ, որ մենք այժմ որ մի հատ ուշադրություն դարձեք, միանգամից այդ համակարգը կնկատենք, էլի, որ ասենք ինչ-որ մի բան է, չէ՞, խոսացվում։ Հենց որ միտքը sense բան արեց, որ վայ, ինչ էր, հետաքրքիր էր, այդ հետաքրքիր էր, չէ՞։
Всё։ Այդի դուք հետո հիշում եք, չէ՞։ Հետո մի շաբաթ հետո ընկերուհիներին հանդիպում եք, ասում եք, գիտես, այն օրը ես մի բան ասեցին, այդ ինչ եղավ, չէ՞։ Ու այդ եթե դուք մի երկու անգամ կրկնեք, որ այսպես մի բան են ասել ու այդ ինձ համար հետաքրքիր էր, չէ՞, բանականությունը դա իր մեջ մտցնում է եւ հիշում։ Երբ որ ինքը հիշեց, եթե դրա տակը ինքը հակասող գաղափար ուներ, չէ՞, այդ հակասող գաղափարը բանականությունը դուրս է գցում։ Սենց է աշխատում, ոչ ճիստ մեխանիչիսկի։ Հասկանում եք, այդ դրա համար այս ունակությունը կենտրոնանալու ինքը շատ կարևոր է։ Հիմա դրա համար վերջում բան ինչ ասեց Բաքսիվինովը, որ եթե դուք չեք կարողանում կենտրոնանալ հոգևոր թեմայի վրա, չէ՞, բանականությունը ինքը երբեք նյութական արժեքը չի փոխելու իր մեջ։ Դա ոնց է արտահայտվում։ Այդ դուք հանդիպում եք մարդուն։ Նստել եք օրերով, տարիներով, գիտելիք եք լսել, որ կա 3 գունաներ, որ ամեն աստավորություն, ինքը ինչ-որ գունայի տակ է գտնվում, եսի ինչ ալնում, այդ ամենը ինստրումենտներ է, չէ՞ գնահատելու։ Որ ասենք, եթե դուք լուրջ այդ գիտելիքի շուրջ մտածել եք, այդի բանն է, էլի, այդ ունակությունը NLP-սներն են, էլի, շատ լավ դաստիարակում իրաց հետևորդների մեջ։ Հասկանում եք, որ եթե դուք այդ ամեն ինչը իրապես վերցրել եք այդ գիտելիքը, չէ՞, օրինակ Բhagavad Gita-ն Շրի Կրիշնան ինքը ասեց, հաթաթ ասում է, այ բանականությունը 3 գունաների մեջ ինքը սենցա, հա։ Միտքը ինքը սենցա, մարմինը ինքը սենցա, երջանկության մասին պատկերացումը սենցա, գիտելիքը ինքը սենցա, բոլոր սիմպտոմները տրված է։ Եվ եթե դուք ուշադիր ընկալել եք այդ գիտելիքը, չէ, երբ որ դուք մարդուն մի հատ բարևում եք, դուք միանգամից ձեր մեջ ֆիքսում եք, որ դուք հիմա կենտրոնացած գնահատում եք։ Ինքը ինչ գաղափարներ է առաջ քաշում, հա, ասենք, ինչ համոզմունքներ ունի, ինչ ցանկությունների մասին է խոսում։ Ու դուք այդ ամեն ինչը անում եք իմенно գունաների տեսության միջոցով։ Դա նշանակում է գիտելիքը կիրառվում է։ 100 տարի լսել եք գունամունա, փիլիսոփայություն, եսի միշտ տեզերական գիտելիքներ, մարդուն բարևում եք, բայ աչքերը դուրս եկավ, ես ինչ բարի մարդ է։ Նենց ոնց որ դուք անում եք 500 տարի առաջ հոգևոր կյանքից։ Այսա։ Որ իրականում գիտելիքը չի վերցվել եւ բանականությունը ինքը ամեն կոնտակտի ժամանակ գիտելիքի վրա չի հենվում։ Ինքը հենվում է նրա վրա, այն փորձի, այն արժեքային համակարգի վրա, որը դուք ունեցել եք մինչև հոգևոր կյանքը, վերջ։ Էսա ուսո։ Հասկանում եք։ Այդ տենց է, որ տեղի չի ունենում այդ ներքին process-ը, որտեղ բանականությունը ինքը չարժևորեց։ Ցանկացած բան, որ ինքը չի արժևորում, ինքը չի հիշում, հա, ոնց եք դուք իմանում, հիշում եք, թե չեք հիշում, որ երբ որ սիտուացիան գալիս է, այդ գիտելիքը չի հիշվում, որ դուք իրան կիրառեք։ Դուք կիրառում եք այն գիտելիքը, որը ունեիք պապիկից, տատիկից, մամայից, դպրոցից, եսի մոմից, եսի միջից, այն հոգևոր կյանքից առաջ։ Դրա համար Բաքսիվինովը ասում է, եթե չկա այդ ունակությունները մտքի մեջ, չէ՞, չկա, ոնց ասես, չէ՞, բաները շատ հստակ ասես, չէ՞, մնում են, ուրեմն, արատավոր մտքերը, այսինքն կենթանիակը կարող է, չգիտեմ, 10 տարի բակցի մեջ լինի, բայց արատավոր բաներ ուզենա, հա, եւ ռեալ, հասկանում եք, այստեղ այդ ալի, որ կենթանիակը իրան խաբում է, ինքը կարծում է, որ եթե ինքը ինֆորմացիա ունի Աստծո մասին, ինքը արդեն աստվածային է, բայց իրա բոլոր, գիտեք, երբ որ կենթանիակը ինքը իրա մեջ ղեկավարվում է, իրա կապվածություններով, իրա ատելություններով, դա միշտ նշանակում է, որ ինքը անաստված է։ Անաստված է չի նշանակում վատ, դա նշանակում է, որ ինքը իրա մեջ Աստծո կարծիքի հետ հաշվի նստող չի։ Ինքը ունի իրա կարծիքը, ինքը ունի իրա կապվածությունները, իրա ատելությունները, ինքը ունի այն ինչ որ իրան դուր է գալիս կամ դուր չի գալիս, ու ինքը միջև վերջ էս դրանով ղեկավարվում է։ Всё։
ներքին հոգևոր զարգացումը այդտեղ թաղվեց։ Եվ դրա համար Բաքսիմնոն Թակուրը ինքը ասեց սև սպիտակ։ Չկա այդ 5 ունակությունները մտքի, հա։ Դուք մնալու եք ձեր նյութական բանականության գերին, վերջ, այն հոգևոր բան, այդ բաները չի լինելու։ Ուզում եք 600 տարի զբաղվեք ինչ հոգևորով ուզում եք, կապ չունի։ Հասկանում եք։ Հիմա հաջորդ թեման, որը Բաքսիմնոն Թակուրը ուրեմն քննարկում է, ասիկան ինքը ասեց, որ կենթանիակը հոգևորի մեջ, որպեսզի մտնի բան գրամատնա գրագետ, հա, ինքը պետք է կարգավորի իր մարմնի վիճակը, պետք է գնահատի իր մտքի վիճակը։ Հիմա հաջորդը ինքը պետք է գնահատի կամ մի հատ ասենք նայի, հա, այն թեմային, որը որ վերաբերվում է իր եւ հասարակության հարաբերություններին։ Հա։ Բնակ շատ մարդիկ իրանք մտածում են, որ երբ որ իրանք հոգևոր կյանքով են զբաղվում, իրանք իրավունք ունեն արհամարել հասարակությունը։ Իրականում արիացիները իրանք ահավոր դեմ են այդ գաղափարին։ Հասկանում եք ինչի համար։ Այսինքն պրագմատիզմը միշտ մնում է, որ քանի դեռ դու նյութական աշխարհում ես, քանի դեռ դու այն մակարդակի վրա ես, որ քո մարմինը ինչ որ կարիքներ ունի, քո նուրբ մարմինը նյութական ցանկություններ ունի, չէ՞, դու պիտի ունենաս մշակույթ, որով դու շփվում ես արտաքին աշխարհի հետ, որով դու շփվում ես մարդկային հասարակության հետ, չէ՞։ Ինքը շատ պարզ է։ Մարդկային հասարակության վրա կթքես, ինքը քո վրա կթքի։ Հաշվի կնստես, ինքը քեզ հաշվի կառնի։ Կհարգես, ինքը քեզ կհարգի։ Հասկանում եք։ Հա ճիշտ այնտեղ ուրիշ բաներ էլ կա, այդ մանրուքները մենք հետո մենք գլոբալ ենք հիմա խոսում։ Հասկանում եք, այսինքն արիացիները իրենք կարևորում են հոգևոր մարդու վերաբերմունքը, նրա հարաբերությունները հասարակության հետ։ Եվ ինքը ասում է հաջորդը այդ թեման է, որ որպեսզի քո ներքին հոգևոր կյանքը ինքը լինի բարեհաջող, դու պիտի ինչ-որ մշակույթ ունենաս արտաքին աշխարհում կենթանիակների հետ շփվելու։ Տեսեք, օրինակ Աստվածամերժության դարաշրջանում, դե ինքը հենց այդ դարաշրջանում է գրել, չէ՞։ Հա, նենցա որ այս թեման ինքը շատ կարևոր է։ Չէ՞, օրինակ ես միշտ պատմում եմ իմ աշակերտներին, որ ես երբ որ աշխատում էի, մի հատ ուսանող ունեի։ Ինքը հնդիկ էր։ Սովետական միության ժամանակ դե Հնդկաստանի հետ հարաբերությունները շատ լավ էին, ու ասենք արտասահմանից ուսանողներ էին գալի, մեջները հնդիկներ կային, եւ այդ տղան ինքը երբ որ իմացավ, որ ես Բաքսի մեջ խորացած եմ, մեծ հաճույքով գալիս էր զրուցում էինք, բան դաժե ասենք մեկ խնդրում էր, որ ես իրա պրասատ բերեմ, բան։ Ուրեմն երբ որ ես իր այդ նոր էի ծանոթանում, ինքը առաջի անգամ իմ ձեռքը տեսավ Բhagavad Gita-ն։ 10 խումբ եկավ, ես Բhagavad Gita-ն դրեցի մի կողմ, դասախոսություն անցկացրեցի, գնացի։ Ու հետո ինքը ինձ մոտեցավ։ Ու երբ որ ինքը ինձ ծանոթացրեց իր ընտանիքի հետ, ես մնացել էի ապշած։ Ես իմ աշակերտներին միշտ պատմում եմ այդ օրինակը։ Ինքը պատմում է, ասում է, դե մամասա, պապասա 3 եղբայր ենք։ Ու մեր տանը կա 4 կրոն։ Միանգամից լարվեցի, այսքան ոնց 4 կրոն։ Հա, ասեց, իմ մաման ինքը վայշնավ է, այսինքն երբ կրպակում է Տեր Վիշնուին։ Ունի իր աստվածությունը։ Պապաս ինքը շիվայիտ է։ Հա։ Մի եղբայրս քրիստոնյա է, մյուս ավագ եղբայրս քրիստոնյա է, միջին եղբայրս մուսուլման է, ես դեռ չեմ որոշել։ Հա, բայց ասում էր, հակված եմ մամայիս, որտեղ իրան շատ եմ սիրում։ Հասկացաք, չէ՞։ Ես իրան մի հարցվեցի, ասում դուք խաղաղ ապրում եք։ Այ մի հատ պատկերացրեք, որ Հայաստանում, հայ ընտանիքում ապրում են քրիստոնյա, նվիրյալ, շիվայիտ, մուսուլման ու ոչ մեկ։ 3 րոպե հետո այդ ընտանիքում կլիներ 5 դագաղ։ Համաձայն եք։ 3 րոպե հետո։ Այդքան անհանդուրժողականություն կա, չէ՞, մեկը մեկի հանդեպ։ Եվ ասենք, երբ որ մարդիկ իրանք հատկապես ասենք ինչ որ բանա չէ, բան հնդիկ եք դարձել, ասում ենք, չէ, հնդիկ չենք, արիացի ենք փորձում դառնալ։ Հա։
Ես միշտ ինքս ասում եմ, ամենավերջի բանը, որ ես կուզեմ, դա հնդիկ լինելն է։ Երբեք իմ առաջ նպատակ չեմ դրել, չգիտեմ, զանգուլակներ կախեմ, ես միջանեմ, սարի հագնեմ, որ իջանե հնդիկին նման լինեմ։ Իա բարև ձեզ։ Դա իմ դուրը ընդհանրապես չի գալիս։ Այդ թեման փակում ենք, вообще դնում ենք մի կողմի վրա։ Դա արտաքին է։ Բայց էությամբ այո, իհարկե ուզում ենք լինել արիացի, չէ՞։ Հիմա տեսեք, նայեք ինչքան նուրբ են մոտենում արիացիները։ Ինչու՞, որտեղ իրանց կրոնը աղանդ չի։ Դա շատ կարևոր է։ Իրանց կրոնը աղանդ չի։ Դրա համար իրանց կրոնը հոգևոր մարդկանց բաժանող չի։ Եվ որ աղանդը ինքը բաժանող է, չէ՞։ Մենք քրիստոնյա ենք, մենք մուսուլման ենք, մենք իուդայիստ ենք, մենք եսի միջ ենք, իտոգում բոլորը հավատում են Աստծուն ու իրար մորթում են։ Բայց ասվում է Աստված սեր է։ Ես դրա համար միշտ ասում եմ, կրոնների բազմազանությունը Աստված չի ստեղծել։ Կրոնների բազմազանությունը ստեղծել են Աստվածամերժերը, վերջ։ Վերջ, այսպես, որտեղ սև սպիտակ է, ու ինչ ուզում եք իմ հետ արեք։ Դա է ճշմարտությունը։ Չէ՞։ Եվ տեսեք իմ այ արիացին, չէ՞, ինքը ասում է, երբ որ դու ընդունում ես, երբ որ դու պիտի արդեն ուզում ես զբաղվես քո ներքին աշխարհով, չէ՞, դու պիտի ինչ-որ մի հատ յուրահատուկ մշակույթ ունենաս հասարակության հետ շփվելու։ Որպեսզի չդառնաս սիպտակագրավ։ Հիմա, որն են այդ կետերը, որտեղ պետք է ուշադրություն դարձնել։ Առաջին հերթին ինքը ասում է նրա մասին, որ կրոնը ինքը պետք է քեզ տա ուսուցումներ ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ։ Այսինքն կրոնը ինքը առաջի հերթին պետք է մտնի, այսինքն այդ ամենասկզբնական հասարակությունը, չէ՞, որտեղ այդ ընտանեկան ячейքան է, չէ՞, որ դու մենակ չես էլի արդեն, չէ՞։ Այդ ամենափոքր բանը, ոնց որ общество, որ մարդիկ իրար հետ են, չէ՞։ Ոսմա անպայման կրոնը ինքը քեզ պետքա տա բաներ, ուսուցումներ, թե դու ինչ մշակույթով պիտի հարաբերվես քո ընտանիքի անդամների հետ։ Տեսեք, այսինքն ինքը ասում է կարգավորի քո նյութական գոյությունը։ Չէ՞։ Երկրորդ հերթին ինքը ասում է, որ դու պետքա հասկանաս ինչ է նշանակում լինել մարդ։ Որ մարդը ինքը հասարակական կենդանի էակ է, այսինքն ինքը հասարակություն ստեղծող է, հա, եւ դու անպայման որպես մարդ ինչ որ մի հատ նախասահմանում ունես այդ հասարակության մեջ։ Ինչպես է որոշվում այդ նախասահմանումը, ինքը որոշում է նրանով, թե դու ինչ բնություն ունես, այսինքն ինչ տաղանդներ ունես։ Հասկանում եք, տաղանդները ինքը մարդուն տրված են ոչ թե մենակ նրա համար, որ ինքը վայելի այդ տաղանդների հետևանքը։ Այդ տաղանդները առաջի հերթին ծառայում են հասարակությանը, չէ՞, հետո նոր հասարակությունը ինքը քեզ վերադարձնում է որպես բարեկեցություն։ Հաջորդը ինքը ասում է, որ հոգևոր մարդը ինքը պետքա շատ լուրջ կերպով պետքա բանանի թողնի անզուսպ, հա, անզուսպ եւ կապրիզներին ենթարկված բանը իր կյանքը եւ շատ լուրջ վերաբերվի այն հանգամանքին, թե ինքը ոնց է վարվում իր ընտանիքի եւ հասարակության անդամների հետ։ Հա։ Տեսեք, մենք մեր ժամանակներում, հատկապես նրանք, ովքեր որ մեծանում են, ասենք, ինչ-որ մի քիչ ժամանակակից արժեքային համակարգի մեջ, չէ՞, միշտ ասեմ ինչ-որ կարևորվում է էգոիզմը։ Չէ՞։ Քո կյանքը ու դա բնական է, ինչ որտեղ աթեիստական մտածելակերպը ինքը ոնց է, չէ, ասում է դու մի անգամ ես ապրում։ Հոգևորը կա, որ ասում է մի անգամ ես ապրում։ Երբ որ այդ հոգևորը ինքը ասում է մի անգամ ես ապրում, չէ՞, հետո մեկ էլ այդ հոգևորի մեջ մտնելուց քեզ գաղափարներ ա տալի, որ եթե դու հոգևոր ես, դու պիտի մենակ համբերես, մնացած ամեն բոլորով ինչ ուզում են պիտի անեն,
Չէ՞։ Իհարկե, այդ հոգևորով ոչ մեկ չի հրապուրվում։ Դրա համար էլ 90%-ը այդ հոգևորով զբաղվում են ձևական։ Խաչ կախեցի համարվում եմ քրիստոնյա, բայց ապրում եմ ազատ մարդ։ Հասկանում եք, որ իրան ինչ ուզում է թույլ է տալի, որը կարող է իրան թույլ տա մտնի եկեղեցի, եկեղեցականին նայի, երթվի, որ բան պակաս մերձնի ռասլուչիտնաս, հետո 3 շաբաթ հետո գնա բաժանվի։ Էդ ի՞նչ է։ Էդի ձևականությունն է, չէ՞։ Այսինքն հարգանքի բացակայությունն է ընդհանրապես, չէ՞։ Հիմա արիացիները իրանք ասում են, այ Բակլինո Թակուրը ինքը ասում է, որ այ մարդը ինքը պետքա թողնի այդ կապրիզնի պահելակերպը։ Ինքը պետքա հասկանա, որ կա հարաբերություններ եւ հարաբերությունների մեջ կա մշակույթ։ Որն է այդ մշակույթը։ Եթե ես մի քիչ առաջ գնամ, այդ մշակույթի հիմնաքարերից մեկը դա նա է, որ ընտանիքը կամ տոհմը, չէ, ինքը միշտ բաժանված է 3 շերտի։ Դա մեզանից մեծերն են ընտանիքի մեջ, չէ՞։ Մեզ հավասարները, այսինքն մոտավորապես մեր տարիքակիցները եւ մեզանից փոքրերը։ Արիացիները իրենք ասում են, մեծերին պետքա հարգել։ Մենք կարող ենք տեսնել, որ բոլոր կրոնականությունները այդ նույն բանն են ասում, չէ՞։ Մեծերին պետքա հարգել։ Աստվածամերժության դարաշրջանում մենք հանդիպում ենք մի հատ շատ կարևոր խնդրի հետ։ Իրականում, եթե ռեալ ենք նայում, ոչ բոլոր մեծերն են, որ իրենց ապրած կյանքով հարգանքի արժանի են։ Համաձայն եք։ Չէ՞։ Դրա համար արիացիները իրենք ասում են, հարգանքը ինքը պետք է արտահայտվի նրանում, ընդհանուր գաղափարներ մենք նայում, որ ասենք, եթե ասենք այդ դիմա դուք մտածում եք, որ ընդհանրենք ձեր ծնողը ինքը լավը չի, չէ՞։ Լավ չի, որ լավ մարդ չի կամ սխալ ապրե, կամ ինքը այնպիսի սխալներ է գործել, որ իր գործած սխալները մեծ ազդեցություն են ունեցել քո ճակատագրի վրա։ Ու դու դրա համար չես կարող իրանց սիրել, չէ՞։ Բայց իրանք ասում են, բայց այդ որ դու հիմա կաս, դա փաստ է, չէ՞։ Դու ինչի հաշվին կաս։ Դու կաս մենակ նրա հաշվին, որ անկախ նրանից ինքը լավն ա եղել, վատն ա եղել, սխալվել ա, չի սխալվել, ինչ արարքներ ա գործել, ինչ հետևանքներ ա գործել, ինքը քեզ պահե մեծացրել ա։ Մենք հայևանի տենց ենք ասում, չէ՞։ Ու դա նշանակում է, որ ինչքան էլ ուզում ա ինքը վատը լինի, դու կարող ես չենթարկվես իր գաղափարներին։ Կարող ես չուզենաս շփվես իր հետ, որտեղ օրինակ ինքը վատ ազդեցություն ա քո վրա թողնում, բայց կա մի բան, որը ինքը խոսում է նրա մասին, որ քո մեջ կա հարգանք մեծի հանդեպ։ Դա այն է, որ երբ որ ոնց որ դու ես անպաշտպան եղել, ինքը քեզ պահ է մեծացրել, ոտքի քայլել ա սովորացրել, պատկերավոր ասած, չէ՞, տենց հիմա ինքն է անպաշտպան։ Ու ոնց որ ինքը ամեն մի քո այլանդակություն անելուց, չարություն անելուց, հիվանդանալուց, եսի վիճը, մեկ էլ չէ, ասենք մեկ էլ չէ, որպես երեխա նի պադարկի, չէ, բլի, որտեղ բոլորս էլ աստվածամերժության դարաշրջանի երեխաներ ենք, մեկը չար է, մյուսը հիվանդոտ է, մյուսը գիշերները չքնող է, մեկը անհանգստություն պատճառող են։ Շատ հազվադեպ է, չէ, պատահում հիմա, որ երեխան ինքն այսինի, որ մենակ երջանկություն բերի, հասկանում եք, ինքը ասում չի նայել, չէ, դրան, ինքը քեզ չի բռնել, պատորանից չի շպրտել, չէ։ Շարունակել է կերակրել, շարունակել է պահել, որ այդ ամեն ինչը հեշտ չի եղել, որտեղ ինքը համար հաճելի չի եղել քո հետ շփվելը, բայց ինքը ստիպված արել է այդ ամեն ինչը։ Հիմա այն նույն ձևի, ինչ բնավորության տեր ուզում է ինքը լինի, դու պարտավոր ես իրան ապահովես ուտելիքով, դեղորայքով, ապրելու տեղով, հագուստով, վերջ, ոնց որ ինքն է դա քո հետ արել։ Եվ սա մինիմալ հարգանքն է, որը մատուցվում է մեծին անկախ ոչ մի բանից, եթե ինքը քեզ մեծացրել է։ Ուրիշ բան է, եթե հանձնել է, այնտեղ դու ազատ ես։ Ուզում ես
մենք միշտ քննարկել ենք, որ եթե անձնավորությունը ինքը ասենք ծնող ունի, որ իրան մանկատունը հանձնե կամ չի մեծացրել ոբշի, չէ, այդտեղ ամեն մեկը ինքը ազատություն ունի, որտեղ ինչ որ մեկը կարող է մտածի, իսկ ես իր հետ ուրիշ ձև վարվեմ, որ ինքը իր արածից ամաչի, գոնե ուղղվի, հա, սղճա իր արածի համար, իսկ մյուսը կարող է մտածի, որ եթե դու չես արել, ես էլ քեզ ոչ մի բան պարտք չեմ, ու ինքը չեն կարող ասել, որ ինքը սխալ է։ Այսինքն դա մի կետ է, որտեղ կենթանիակը ինքն է ընտրում, թե ինքը ոնց է ուզում վարվի։ Բայց եթե այդ այնպես է, ինչպես ես ասեցի, չէ, ուրեմն այդ հարգանքը ինքը պարտադիր գործոն է։ Հավասարները։ Արիացիները իրանք ասում են, որ հավասարները իրանք գոյություն ունեն նրա համար, որ իրար հետ իրար դաշտը ուժեղացնեն։ Այսինքն համագործակցեն։ Հա, ընտանիքի սերունդների մեջ էդի ասենք մի ընտանիքը դա երեխաները իրար մեջ իրանք արդեն ուրիշ սերունդ են, չէ, ու երեխաները իրար մեջ պիտի կարողանան իրար թևու թիկունք լինեն, չէ, տեսեք, ասենք, երբ որ մենք գործ ունենք բան ընտանիքների հետ, ադատներին հետևող ընտանիքների հետ, չէ, իրանք հենց այդպես էլ ասում են, բա մի հատ քուրջ ունենա, որ թիկունքի կանգնի, բա մի հատ աղբեր չունենա, հետո որ հետո, չէ, դա այդ գաղափարն է։ Ճիշտ է, աստվածամերության դարաշրջանում, եթե մարդը ինքը անհաջող է, ինքը չի այդ է խնդիրը, որ ինքը չի կարողանում համագործակցի։ Հասկանում եք, բայց հիմա արիացին ինքը ինչ ասում, ասում է հենց դարձար հոգևոր մարդ, առաջերտին դեպտեղ դա ես, ասենք դու ոնց ես վերաբերվում մեծերին, ոնց ես վերաբերվում քեզ հավասարներին, հա, և դու երբ է, որ հասարակական տեսանկյունից բացարձակ անպիտան մարդ ես, դու անպիտան ես, երբ որ նայում ես, տեսնում ես, որ դու խուսափում ես մեծերից, խուսափում ես հավասարներից, խուսափում ես փոքրերից, իմինդը ընտանիք, տողմի մեջ, հասկանում եք, ոնց որ դու այդ ամեն ինչի հետ ոչ մի կապ չունես, հասկանում եք, չէ, այդ դա ինքը բան է, էլի, սխալ պահվածք է, և գալիս հավասարների հետ, ուրեմն մարդիկ իրանք պետք է համագործակցեն, ինչ նշանակում համագործակցեն, իրար հետ կիսում են դաշտը, օրինակ տեսեք, մեր ժամանակներում ինչքան շատ են չէ լինում, շատ անախորժ հարաբերություններ ծնողների ունեցվածքը բաժանելու ժամանակ, երբ որ հավասարները, այսինքն երեխաները, փորձ են կատարում անհավասար բաշխել։ Իսկ դա ի՞նչն է, դա այդ կիսպասովնեստ, հա, երբ որ մարդը ունակ չի իր հավասարի հետ կիսվի, հասկանում եք, իսկ հավասարի հետ մենակ կիսվելը չի, հավասարի հետ համել պոտենցիալները իրար հետ դնելն է, չէ, օրինակ էլի մի հատ պրիմիտիվ օրինակ բերեմ, որ պարզ լինի, օրինակ ասենք հայրը ինքը կարող է 3 հատ տղա ունենա, հա, 3-ին հավասար բաժանի ինչ-որ ունի չունի, ասի սա քո բաժանն է, սա քոնը, չէ, հիմա, այդի ինքը բանն էր, հավասար բաշխելն էր, բայց եթե երեխաները իրանց հերթին այդ հավասարության մեջ համագործակցել գիտեն, չէ, իրանք կարող են նստեն, ասեն, ջան, իմաստը որն է, էլի, որ հիմա այս պապայի արած չարածը բաժանենք, եսի մասլատենք, եսի միջանենք, դեք դնենք իրար գլուխ, ընդհանուր մի բան անենք, այս է համագործակցությունն է, ու համագործակցությունն է ինքը միշտ մարդուն ուժեղացնող ֆակտոր է, հասկանում եք, երբ որ մարդիկ իրանք ենթարկվում են իրանց բաժանող գաղափարներին, էդի լավ չի, չէ, ասենք լյուբոյ մարդ ինքը գիտի, որ եթե դու ուզում ես պետությանը վնաս տաս, ուզում ես ազգին վնաս տաս, ուզում ես հասարակությանը վնաս տաս, առաջի բանը որ տյանես, ընտանիքի մեջ պարակտում մտցնես, չէ, ընտանիքը եթե քանդվեց, հասարակության հիմքը քանդվում է, վերջ, հասկանում եք, հիմա, և փոքրերի մասին պետք է հոգ տանել, չէ, հիմա եթե անձնավորություն, այսինքն ինչ է ուզում ասի կամ կրոնը ինչ է ասում, ինքը ասում է հոգևոր մարդը, ինքը չի կարող լինի այդքան էգոիստ։ Երբ որ ինքը տեսնում է իրանից թույլին, հա, ինքը այդպես անկախ ամեն ինչից, այն ինչ որ ինքը, եթե ինքը պարտավոր, իր դիրքը պարտավոր, ծնողը, ինքը պարտավոր է երեխայի մասին հոգ տանի, չէ։ Նայեք հիմա, օրինակ, երբ որ մտնում է
բանը սխալա դատը ծնողը ինքը դառնում է երեխայի գերի մինչև կյանքի վերջ երբ որ մտնում է բանը ազատությունը ինչ որ մի հատ սահման են տնում չէ որից հետո ասում են ծնողը իրավունք ունի երեխային ասի ես քեզ մեծացրեցի կնամ ուզում ես ապրի կամ երեխան իրավունք ունի ծնողին ասի դու ինձ մեծացրել ես հիմա իմ կյանքն է գնում եմ ինչ ուզում եմ անում եմ չէ հիմա տեսեք այդ դրա մեջ ինչքան շատ մեծ վտանգներ կան չէ թե չէ Օրինակ ասենք տեսեք ասեցի որ ձեռքներս դնենք սրտի վրա անկեղծ խոսանք դուք լուրջ համարում եք որ իրոք մարդը ինքը 18 տարեկանից իրավունք ունենա անկախ լինի այ ամեն մարդ որ ինքը երեխա է մեծացրել մենք շատ լավ հասկանում ենք չէ այդ ինչ խմոր է հələ 18 տարեկան երեխան ինչ նշանակում ինքը իրավունք ունի անկախ լինի Այդ խի են իրան, այդ ինչի համար են իրան պոկումը տանիքից տանում։ Որ հենց դրա համար, որ քանի ուղեղը բանա, ջրիկա, իրանցով անեն, չէ։ Բրծավ գնաց։ Հասկանում եք։ Ու ծնողը ինքը իրավունք չունի, խառնվի, եթե տեսնում է, որ իր երեխային վարի են տալի։ Տենց ալնում, չէ, որ եվրոպացիների 90%-ը մտածում է, որ ոչ պետք է հոստանալ, ոչ էլ պետք է երեխա ունենալ։ Իչեմ չի պետք երեխա ունենալ, վերջում ինձ ասի, դե դու պաշոլ։ Այսինքն այդ երեխային ես ունեցել եմ ինչի համար, որ մենակ մեծացնեմ։ Դե եթե ես պաշոլ, դուք էլ պաշոլ, ես էլ երեխա չեմ ունենում վсё։ Եթե վայելքն է, կարող է ես իրանից ավելի վատ վայելեմ։ Հասկանում եք, բայց դա չի ստացվում, չէ՞, որտեղ այդ երեխաները, որոնք իրանք ցկտում են այդ ազատությանը եսի միջին, հենց մի հատ ճանճա կպնում, վազում են մեծից են, չէ՞, ասում օգնի, չգիտեմ, ինչ արա, եսի ինչ արա, վրաս հիշում են, որ ծնող ունեն։ Այդ շատ բարդ հարցեր է, միանշանակ չի էլի, բայց այդ բանը հանգամանքը չէ, որ ասենք տեսեք, երբ որ մարդիկ իրանք հենց ծնողներն էլ իրանք արագ են ուզում ազատվել ծնող լինելու պարտականությունից, որտեղ այդ օրենքները երեխաները չեն գրում, չէ։ Այդ օրենքները գնում են մեծերը։ Այդ որ մեծերն են գրում, տենց օրենքներ, որոնք իրանք ուզում են շուտ պրծնեն, չէ, երեխայից, որ իրավունք ունենան երեխային ասեն գնա ոնց ուզում ես ապրի։ Ես միշտ օրինակ եմ բերում, որ Ռուսաստանում իմ աղջիկը այդ ժամանակ 19 տարեկան էր, հա, երբ որ ես ասում էի ռեբյոնակ, մի անգամ մի հատ լեկցիայի ժամանակ մի հատ աղջիկ ձեռք բարձրացրեց, կլներ մի 22 տարեկան։ Դե ես էլ մեծ էի այդ ժամանակ, 54 տարեկան էի մոտավորապես, մի քիչ ավելի փոքր չէ։ Որ այդ աղջիկը ձեռք բարձրացրեց, ասում մտի ջերջի, դες ոնց որ տարիքով եք էլի Երևան, դե ասում եք ռեբյոնակ, сколько лет вашему ребенку? Ես հանգիստ ասեցի 19. Ինքը ասենց ասեց 19 и ребенок? Հասկացաք, չէ՞, ասկա իրանց համար դա արդեն 3 տարի փողոցներում ապրող մարդ պիտի լիներ։ Ոնց է ռեբյոնակ։ Հասկանում եք, ասում եմ, բա աշտո։ Ինքը ուզում էր, որ այ իրա նման էլի։ Հասկացաք, բայց դա բոլորս էլ հասկանում ենք, չէ, այն նրանք ովքեր, որ, ասենք, նորմալ ծնողի մենտալիտետ ունեն, բնություն ունեն, այն նորմալ ծնողի բնություն ունեցողները բոլորս հասկանում ենք, չէ, որ 18 տարեկանը անկախ էդի շատ վտանգավոր է։ Չէ՞։ Այդ որտեղից է առաջանում, չգիտեմ, այն ես իմ ինչ մանկական տարիքից սկսված շեղումներ, ես իմ ինչ բաներ, սա դրսի հիմնականում դրսի ազդեցությունն է, չէ՞, գտում են ընտանիքի վրա, բայց հիմնականում այդ անտերությունն է, չէ՞։ Հասկանում եք։ Դրա համար ասենք, բայց մյուս կողմից էլ երեխան կարող է ինքը ցկտի, ասենք պատասխանատվությունից շուտ ազատվող ցանկություն ունեցող ծնողն է նստում տենց օրենք գրում, որ հետո ինչ-որ հլբանես 18 տարեկան լրացավ, թող ես միշտ այդ օրինակն եմ բերում, որ մի հատ տենց մոդել տղայի բանն էի լսում, ինտերվյու։ Ինքը տենց լացակումած աշխարհահռչակ մոդել է։
հա, ու լացակումած պատմում էր, թե ինքը ոնց է դիմավոր է իր 18 տարեկան։ Ես sense շշմած եմ դարձել։ 18 տարեկանում գնացել ա, դեռ չգիտեմ ինչա կոչվում, դասի քոլեջ այսի միջավայր։ Գնացել այնտեղ, հետա դարձել, կասիերշան ասել է սպասի, մամատ բանալի է թողել, մենք էլ էս նամակը։ Վերցել է բարձացել է վերև, դուրը բացել է մտել է տուն, տեսել է տանը տունը դարտար կա։ 4 պատ։ Մի հատ մահճակալ է մնացել։ Հա, ու մոր նամակը։ Շնորհավորում եմ քեզ քո բան, սաբաշնալեցիա, մենի։ Չափահասության հետ կապված շնորհավորում եմ քեզ, այս պահից սկսած դու ինքնուրույն մարդ ես, կյանքը քո առաջ է, կարող ես ասենք։ Ոչ ջրզայ։ Հասկացաք, հա։ Ուրեմն սա ինչ կա, չկա վերցրել է, այդ մահճակալի վրա մի հատ $100 նոցադրի ու թողի գնացել։ Այդ он получил, հա։ Ու ինքը պատմում էր, որ ասենք դե սիրունատեստ հայ աղել, ինքը այդպես լացակումած դուրս ա եկե փողոց, вообще չի իմացել ինչ անի, այդպես լացելով մանա եկե, его в это время заметил այդ մարդիկ, որոնք այդ մոդելներ են հավաքում։ Այս տղան նստացել են մեքենա, он кастинг прошел, стал всемирной моделью։ Ու ինքը ասում էր, ասում էր, ես միջև բա չգիտեմ իմ մայրը ուր է։ Ու ոչ էլ հետաքրքրվում եմ, չեմ էլ ուզում իմանամ։ Բայց ասма երևի հիմա եթե մենք հանդիպեինք, ինքը ինձ կասեր, տեսար ինչ ճիշտ վարվեցի ես, որտեվ եթե ես տես չանեի, դու հիմա չէիր լինի, ինչ որ կաս։ Հասկանում եք։ Դա համար ասենք, այս թեմաները իրանք մեր դարաշրջանում շատ բարդ են, չէ՞, բայց մեկ է, երբ որ մարդը ինքը դառնում է հոգևոր մարդ, ինքը պիտի մի հատ լուրջ նայի այդ իրա 3 հարաբերություններին։ Հա, ինքը ոնց է շփվում մեծերի հետ, ոնց է շփվում հավասարների հետ եւ ոնց է շփվում փոքրերի հետ։ Հիմա ու այստեղ սենց է, ինչքան էլ ուզում է փոքրերը քացի անեն, հոգևոր մարդը ինքը եթե գիտակցում է, որ ինքը դեռ փոքր է, այսինքն դեռ կայացած չի, դեռ չի կարողանում ապրի, հա, միշտ շարունակում է հոգ տանել։ Արիացիները իրանք ապրում էին սենց։ Մինչև 21 տարեկան իրենք տղամարդկանց կրթում էին։ Աղջիկներին մինչև 16-ից 18։ 21 տարեկանում տղան ինքը որոշում էր, որ հոգևորությունի հետ միասին ինքը որոշում էր, ինքը ինչ հակում ունի։ Այսինքն ինքը հրաժարվածի կյանքով ապրելու հակում ունի, թե պիտի գնա ընտանիքավոր դառնա։ Հա, եթե ինքը գալիս էր, ինքը 21 տարեկանում դառնում էր ընտանիքավոր։ Ապրում էր, այն ժամանակներում ապրում էր ծնողների հետ։ Մինչև ծնողը դառնում էր 50 տարեկան։ Հա, մինչև ծնողը դառնում էր 50 տարեկան, ինքը այդ ընթացքում հետևում էր, որ իր երեխան ինքը կայացավ, այսինքն ինքը կարողանում է ընտանիքը պահի բոլոր իմաստներով, հա, եւ հարաբերությունները եւ նենց, եւ կարողանում է իր հասարակական պարտականությունները կատարի։ Եվ որ դա համոզվում էր, ընտանիք այդ մեծերը իրանք գնում էին, դա կոչվում էր մաստակի հրաժարում, հա, այսինքն մոտիկ տեղ տեղավորվում էին ու լրիվ խորասուզվում էին հոգևորի մեջ։ Ինչի մոտիկ տեղ, որ հենց որ փոքրը ինքը չկարողանար խնդիր լուծել, իմանար ծնողին որտեղ գտնի։ Հասկանում եք։ Ինքը այսպես էր դրվածքը, եւ դրա համար Բաքսիմոնը ինքը ասում է, այ հոգևոր մարդը ինքը պետք է հոգևոր կյանքը ինքը առաջին հերթին մարդուն տալիս է գրագիտություն, ինչպես կազմակերպել ընտանեկան կյանքը։ Մանրամասները մենք հետագայում բան կանենք, էլի նորից եմ ասում, հիմա ինքը ուղղակի թվարկում է, չէ՞։ Ուրեմն ինքը խոսում է նրա մասին, որ անկախ նրանից մարդը ինքը հոգևոր է թե ինչ, ընտանիքավոր մարդիկ իրանք պետք է միշտ բարելավեն իրենց կյանքը, հա,
ընկերականություն ցուցաբերեն ընտանիքի անդամների հանդեպ, նպաստեն, որպեսզի բաների уничтожать страдания друг друга, հա, որ եթե ինչ-որ տառապանք ա լինում, այսինքն հավաքվում են, որ այդ բարձուն տառապանքից հանեն ընտանիքի անդամները, չէ՞, իրանք պետքա ազատ լինեն բանից, երկերեսանիությունից, երբ որ այդպես արտակիրից ցույց է տալիս մտող ընտանիքի անդամներին սիրում են, իրականում ներքինից ատում են, հա, եւ ինքը ասում է նրա մասին, որ հասարակությունը ինքը ծաղկում է կախված նրանից, թե ինչ քաղաքակրթական մակարդակով են շփվում ընտանիքի անդամները իրար մեջ цивилизованности, հա, որտեղ վարիացիները իրենք բաներին էլ այդ цивилизованности վրա շատ մեծ ուշադրություն էին դարձնում։ Իրենք ասում են, որ մարդը ինքը այնքան հասարակությունը ինքը կարող է ծաղկի, մենակ այն ժամանակ, երբ որ ընտանիքի մեջի մշակույթը ինքը շատ բարձր цивилизованности մակարդակ ունի։ Հասկացա՞ք։ Եվ ինքը հաջորդ բանով ասում է, որ մյուս կողմից հասարակությունը ինքը ծաղկում է, եթե ինքը գտնվում է իմաստունների ձեռքում։ Այս իմաստունների թեման մենք շատ ենք քննարկելու, այսինքն արիացիները իրենք բաժանում էին մարդկային հասարակությունը ըստ կյանքի փուլերի, հա, այսինքն ուսուցման փուլ, ամուսնության, ընտանեկան կյանքի փուլ, մասնակի հրաժարում, լիարժեք հրաժարում։ Եվ բաժանվում էին ըստ կաստաների, այսինքն բանվոր գյուղացիական դասակարգ, առևտրական արդյունաբերողների դասակարգ, իշխանավորների եւ ռազմիկների, զինվորների դասակարգ եւ իմաստունների եւ հոգեվորականների դասակարգը։ Հոգեվոր դաշտում, եթե դա հոգեվոր պետություն է, գիտնականները եւ հոգեվորականները դա նույն դաստավորությունն է, այսինքն հենց հոգեվորականներն են, որ գիտնական են։ Արիացիների մոտ հոգեվորականները իրանք շատ լուրջ գիտնականներ են եղել, մենք բաղավատամով դեռ կնայենք էլի, թե ինչպիսի բրահմաններ են իրանք ունեցել, որոնք գիտության մեջ ինչ մակարդակի ուրեմն բան են ունեցել։ Եվ ուրեմն սա ինքը արդեն վերաբերվում էր այն բանին, թե մարդը ինքը այդ պիտի մի հատ վերանայի, հա, եւ առաջի խնդիրը դա նա է, որ ինքը պետք է վերանայի իր ընտանիքի տոհմի հետ իր հարաբերությունները։ Եվ էսա, որ կոչվում է բարոյականության դաշտ, որը ինքը պարտադիր պայման է հոգևոր կյանքի մեջ։ Ինչու՞։ Այմա եկեք դեռ հասկանանք ինչու, այսօր ավարտենք։ Ինչու է սա շատ կարևոր։ Որովհետև երբ որ անձնավորությունը ինքը սխալ հարաբերություններ է կառուցում, այդ սխալ հարաբերությունները իր հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի են բերում։ Երբ որ ինքը ունի իր կյանքում անձնավորություններ, որոնք իրան ագրեսիվ են վերաբերվում, իր կյանքը մտնում է անհանգստություն։ Արիացիների ամենագլխավոր գաղափարը ինքը կանգնում է նրանում, որ հոգևոր մարդու կյանքը, հասկան հոգևոր մարդը ինքը պիտի իր կյանքը դասավորի այնպես, որ ինքը անհանգստություն չմտցնի ուրիշի կյանք, հա, բայց եւ անհանգստություն չունենա իր կյանքում։ Հոգևոր կյանքը սիրում է հանգիստ։ Եթե մարդը ինքը մշտական կոնֆլիկտային հարաբերություններ է ստանում, դա ամենաանբարենպաստ պայմանն է իր հոգևոր կյանքի համար։ Այդտեղ է, որ հոգևոր մարդը ինքը իրավունք ունի հարաբերությունը վերանայել։ Հա, ու այդտեղ ես միշտ ասում եմ, փառավոր լինի այս կալի յուգան, որովհետև այս պահին դա մենք ամենալավ դարաշրջանում ենք ապրում, ինչի համար, որտեղ մենք դեռ որ իրավունք ունենք խզել հարաբերությունները, երբ որ իրանք արդեն են, հայավարի ասած համահանած հարաբերություններ են, չէ՞։ Ուրեմն տեսեք, գաղափարը կայանում է նրանում, որ հոգևոր մարդը իր հոգևոր առաջընթացը ապահովելու համար
իրավունք ունի կտրի հարաբերությունները, բայց շատ կարևոր մի հատ բայց կա, ինքը իրավունք չունի լինի առաջինը, հասկանում եք, այսինքն քանի դեռ իրար շրջապատի անձնավորությունները իրանց այնպես են դրսևորում, որ ինքը հնարավորություն ունի հոգևորով զբաղվելու, ինքը ոչ մի քայլ պիտի չանի հարաբերությունները խզելու, ինքը պետք է բարոյականության հիմքի վրա մնա այդ դաշտում, բայց եթե արդեն հարաբերությունները իրանք դառնում են ծայրահեղ բարենպաստ հոգևորի համար, ապա արիացիներն իրանք ասում են մարմնի շահերը միշտ շատ ավելի ցածր են, քան հոգու շահերը, եւ նա որ հասկացել է, որ ինքը հոգի է, ինքը իրավունք ունի գնա իր հոգու շահերի հետևից, ինչու, որտեւ եթե մարդը ինքը գործ ունի բացարձակ էգոիստների հետ, որոնք իրանք չհրաշահում են իր բարոյականությունը, չէ՞, մենք կարող ենք ասել, որ արդարը որ այդ բարին էլ ինքը մի օր ասի, գիտես ես էլ կարող եմ լինեմ էգոիստ, ու իմ էգոիզմն էլ ինքը կանգնա դրանում, որ օրինակ դու ուզում ես մի հատ մուլտիկ կար, չէ, ինքը լավն էր, ես այդ մուլտիկը շուշտ եմ, բան վաղուց չեմ հիշեմ, մի հատ մուլտիկ կար սովետականություն, որ մի հատ կոզլիկ ինքը վազվզում է սրադրան գալի պոզահարում է, ես խեղճերը սենց են դնում, ասում են, ты что, я хочу бодаться, ու ինքը տես գնում հասնում է մի հատ շնի, այդ շնին պոզերը տալիս է, շուն իրան կծում է, իսկ ասում է, ты что, я хочу бодаться, իսկ ասում է, а я хочу կուսаться, եղավ, հասկացաք, ասել, եթե ամեն ինչը մենակ քո խաչույով, այդտեղ հոգևոր մարդը ինքը իրավունք ունի ասել, իսկ ես էլ ուզում եմ սա, այմա կամ դու սովորում ես հաշվի նստես, որ ես էլ ինչ-որ մի բան ունեմ, որ ուզում եմ, կամ մենք դու գնում ես քո ուզենալու հետևներից, ես իմ, ու դու այլևս հնարավորություն չես ունենալու շահագործես իմ բարոյականությունը։ Այսինքն արիացիները իրանք խոսում են դրա մասին, որ բարոյական չի նշանակում լինել հարիվ։ Հասկանում եք։ Եվ թույլ տալ շահագործել բարիությունը, բարոյականությունը, դա իրականում նշանակում է նպաստել, որ արատը ինքը ծաղկի։ Մեն էլ սենց էլի, բարոյականի մեջ քոգեր դրած։ Համար այդ կարելի է կտրալ։ Ուրեմն այս սրանք էին այն բաները, որը նախնական մարդը, որը ինքը լուրջ ուզում զբաղվի հոգևոր կյանքով, պիտի մի հատ սենց նայի, թե այս թեմաները իր կյանքում իրանք ինչ վիճակում են։ Ինքը այդտեղ ինչ համոզմունքներ ունի, ինչ սկզբունքների է հետևում, ինչը կարող է լավացնել, ինչը պիտի մի քիչ պակասացնի, եւ այլն, այսինքն կարգավորի, որպեսզի նախապատրաստի իր կյանքը դրան, որ այդ կյանքի մեջ մտնի հոգևորը։ Հասկացաք։ Այսօր